Երբ առաջին անգամ եկանք ճեմարան, լավ հիշում եմ, սեպտեմբեր 8-ին, Վազգենյան դպրանոցի այդ ներշնչող վիճակը, ծովի ափը, լճակը եւ այլն, մի շատ հետաքրքիր գաղափար ծնվեց իմ մեջ։ Մտաբերեցի մի հետաքրքիր արտահայտություն, որ մարդ մտադրվում է, Աստված տրամադրում է։ Դաջվեցին, տպավորվեցին մտքիս մեջ եւ մինչեւ այսօր էլ հիշում եմ եւ վստահ եմ, հավատն ունեմ, հաստատ համոզում եմ, որ այդ տրամադրած միջոցը Աստված էր, որ մեզ տրամադրեց։ Այդ միջոցը, այդ ճանապարհը, որ ուղեգծվեց մեր առաջ, դա Սևանի Վազգենյան դպրանոցն էր։ Երևի Աստծո կամքն էր նաև, որ Սևանի Վազգենյան դպրանոցում ապրելով սկսեցինք ձևակերպվել, սկսեցինք կազմավորվել իբրև նախ եւ առաջ մարդ։ Մեզ համար այդ բոլոր դժվարությունները, մի քիչ եղանակային դժվարություններ, պայմանային, կենցաղային, դրանք դարձան երկրորդական հարցեր։ Եվ մեզ սովորեցրեց Սևանի Վազգենյան դպրանոցը, որ կյանքում, երբ մարդ հոգևորական է դառնալու, այդ բոլոր հարցերը, բոլոր խնդիրները պետք է երկրորդական դառնան ոչ թե բարի բուն իմաստով, այլ այն հարաբերության իմաստով, որ մենք ունենք այս աշխարհի հետ, մենք ունենք մարդկանց հետ։ Ամենակարևոր հանգամանքը, որ պետք է շեշտեի Վազգենյան դպրանոցում, դրանք մեր ուսանողական տարիների հիշողություններն էին, երբ համայնքով միասին իբրև մեկ եղբայրություն ապրում էինք։ Եվ հիշում եմ, որ բազմաթիվ դեպքեր, իրադարձություններ եղան, անհամաձայնություններ, համաձայնություններ, վեճեր, ներքին, բայց այդ բոլորի մեջ ծնվում էր մի բան, որ եղբայրական սերն էր եւ հիմա հիշում եմ Սաղմոս 2-ի խոսքերը, որ մենք հաճախ կատակով էինք ասում ճեմարանում, մանավանդ սենյակներում, որտեղ 8 կամ 7 հոգով միասին ապրում էինք, Սաղմոս 2-ն ասում է «Զի բարի կամ զի վայելուչ, զի բնակին եղբայրքի միասին», այսինքն ինչքան բարի է եւ ինչքան վայելուչ, որ եղբայրները միասին են ապրում։ Բոլոր դպրանոցներն էլ, աշխարհի բոլոր ճեմարաններն էլ նույն նվիրական եւ սրբազան նպատակին են ծառայում, կերտել հոգեվորական։ Բայց Սևանի Վազգենյան դպրանոցը չգիտես ինչու ծնված լինելով մեր ժողովրդի դժվարությունների մեջ, այդ տեսիլքը տվեց հարության գաղափարով։ Այսինքն մենք էլ մեր ժողովրդի հետ պետք է հարություն առնեինք, մենք էլ մեր ժողովրդի հետ դժվարությունները կիսելով պետք է ունենայինք այդ հարության, ներքին նորոգման զգացումը։ Եվ այս առումով ամենաէական բանը, դասը, որ մեզ տվեց Սևանի Վազգենյան դպրանոցը, դա էր։ Մենք այդ բոլորի միջով անցնելիս միշտ զգացինք հարության տեսիլքի, հարություն առնելու եւ այդ հարությունը մարդկանց փոխանցելու զգացումը։ Անցնող տարիների ընթացքում նորոգվելով, նոր շենք, նոր հարմարություններ, նոր միջոցներ, իապես փոխեց անշուշտ նաեւ ուսանողների նկարագիրը, ավելի լավացնելով, ավելի հաստատուն հիմքի վրա դնելով այդ կրթական ոլորտը, կրթական համակարգը։ Երբ մտնում ես ճեմարան, մասնավորապես Սևանի Վազգենյան դպրանոց, առաջին բանը, որ կա, այդ քո փորձառության պարտքն է, որ պիտի տաս ճեմարանին։ Եվ մի հետաքրքիր բան կա Սևանի սաների մոտ, նախկին եւ ովքեր որ ավարտում են, 4 տարի կամ 5 տարի Սևանում մնալով, 4 կամ 5 տարի էլ դու պիտի դեռ պարտքը տաս, այսինքն ուղիղ համեմատության մեջ են այս բոլորը իրար հետ։ Այն իմաստով, որ Սևանի Վազգենյան դպրանոցում դու ունես այդ հանձնառության, պատասխանատվության զգացումը, այստեղ քեզ կերտել են, հիմա դու ես պարտավոր օգնելու այն մարդկանց, ովքեր այնտեղ կերտում են ուսանողների։ Այդ տարածաշրջանում Գեղարքունիքում, որտեղ գրեթե չկային եկեղեցիներ, գրեթե չկային ծխական համայնքներ, Սևանի Վազգենյան դպրանոցի հայտ գալով, հիմա կարող եմ արդեն յետադարձ հայացքով նայելով ասել, որ որոշակիորեն փոխեց նաև շրջակա բնակչության հոգևոր ընկալումը, վիճակը։ Ավելի ինչ ուզեի տեսնել, պարզապես կուզեի, որ Սևանի ճեմանում միշտ մնա եւ մարմին առնի Եզնիկ Կողբացու այդ արտահայտությունը, ասում է ապրիր հավատով, աղոթիր հույսով, աշխատիր սիրով։ Այս սա եթե դառնա մարմին եւ գաղափար, ինձ թվում է ավելի բարեմաղթանք, ավելի բան պետք չի։